Այսօր ապրիլի 23-ն է, 2025 թվականի ապրիլի 23-ը, 7 տարի առաջ այսօրը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ տրամաբանություն մաղթեց հայ ժողովրդին։ Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա։ Տրամաբանությունը մեզ այս 7 տարիներին չհանդիպեց, ավելին, այսօր մենք ունենք հարցեր, որոնք որևէ ձևով տրամաբանությունով հնարավոր չէ բացատրել։ Օրինակ, արդեն կասկածի տակ են դրվում հայոց ցեղասպանության հարցը։ Այսինքն այսօր հենց Հայաստանի իշխանություններն են ասում, եկեք հասկանանք ինչ է տեղի ունեցել, եւ գուցե հենց հայերն են մեղավոր, որ Օսմանյան կայսրությունում նրանց մորթեցին։ Առաջին անգամ ենք այսքան ծանր սրտով բարձրանում այս հուշահամալիր, որովհետև սա մեր ազգային կոնսենսուսի բարձունքն էր, բարձունք, որ թշնամին ուզում է գրավել, օգտագործելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վախերն ու տգիտությունը։ Ես Ազա Բաբայանն եմ, լրագրող եւ պատմաբան, ողջույն։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուր հայերը նշելու են հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ հիշելու են 1.5 միլիոն հայ նահատակներին։ Այդ ժամանակ ես դեռ չէի գիտակցում հայերի ցեղասպանության բոլոր մանրամասները, բայց բավականաչափ տեղեկություն ունեի, որպեսզի խորապես հուզված լինեի։ Ես իմ պրոֆեսորին հարցրեցի, ինչու է համարվում հանցագործություն, երբ մեկը մարդ է սպանում, բայց երբ կառավարությունն է սպանում միլիոնավոր մարդկանց, դա հանցագործություն չի համարվում։ Պրոֆեսորը չուներ պատասխան, եւ ես չկարողացա դա մոռանալ։ Սա մեջբերում էր իրավունքի պրոֆեսոր հրեա Ռաֆայել Լեմկինի հիշողություններից։ Լեմկինն է առաջինը շրջանառության մեջ դրել ցեղասպանություն տերմինը եւ իր ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է հայոց ցեղասպանությունը։ Նա մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած կոնվենցիայի մշակմանը եւ ուսումնասիրել է մարդկության պատմության բոլոր ցեղասպանությունները։ Եվ չնայած որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոլոկոստից սպանվել էին նաեւ հոլոկոստի ժամանակ սպանվել էին նաև նրա բարեկամները, անձամբ հենց Լեմկինի բարեկամները, հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը իր ուշադրության կենտրոնում էր ողջ կյանքում։ Պետք է մենք մեր ճշմարտություններին վերադառնանք, այն ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությունն է թե չէ։ Հայաստանի իշխանություններն ասում են, թե իրենք չեն շղթում ցեղասպանությունը։ Փաշինյանն ասել է, թե ով կարող է Հայաստանում այսօր շղթել ցեղասպանությունը, դա հնարավոր չէ։ Այդուամենայնիվ դրանք փորձեր են անում։ Փաշինյանը մասնավորապես հարցականի տակ է դնում հայերի մեղքը այդ ցեղասպանության ժամանակ, ասում է, պետք է հասկանանք ինչու են ցեղասպանությունից սկսել խոսել, իսկ Փաշինյանի թիմի ներկայացուցիչը մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե պետք է դեռ հասկանալ ովքեր են զոհվել այդ ցեղասպանության ժամանակ, դրանց անունները, հասցեները եւ այլն։ Պետք է ունենալ այդ 1.5 միլիոն ազգանունները, որտեղ, ոնց, ինչ պայմաններով։ Իհարկե զարմանալի հայտարարություններ են, զարմանալի այն աստիճանի, որ այս հայտարարություններին արձագանքել է Լեմկինի անվան ինստիտուտը, մի ինստիտուտ, որը որ հենց մասնագիտացված է ցեղասպանության հարցերով։ Մեջբերեմ մի հատված Լեմկինի ինստիտուտի հայտարարությունից։ Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի եւ հայ գիտնականների, ինչպես նաեւ այլոց ուսումնասիրությունները խոչընդոտում են արդարության համար շարունակվող պայքարում հանուն ցեղասպանության զոհերի եւ ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում, նշված է ինստիտուտի տարածած տեքստում։ Եկեք մեկ անգամ եւս հասկանանք ինչ է տեղի ունենում։ Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտում է Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Մեր ինքնության ամենակարևոր մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։
Թուրքիայի իշխանությունները նախկինում երբեք չէին կարող նույնիսկ երազել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որ բացեաբաց կհայտարարի եկեք հասկանանք ինչու է տեղի ունեցել այդ ցեղասպանությունը, եկենք հասկանանք ինչու է աշխարհը խոսել հայոց ցեղասպանությունից։ Փաստացի այսօր թուրքերն ունեն հենց այդպիսի Հայաստանի իշխանություններ։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել։ Այս մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Սա թերևս հնարավոր չէր պատկերացնել ընդամենը 7-8 տարի առաջ, բայց սա իրականություն է։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Փաշինյանը ասում է, թե այս պատմությունը, որ եղել է հայոց ցեղասպանություն եւ որ պետք է Թուրքիան սրա համար ներողություն խնդրի, մեզ պարտադրել է սովետական միության իշխանությունը։ Իրականությունը բոլորովին այլ է։ Սովետական միությունում արգելված էր հիշատակումը հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար մարդիկ դատապարտվում էին, աքսորվում էին եւ նույնիսկ հայտնվում էին բանտախցերում։ Առաջին անգամ 100 հազարավոր քաղաքացիներ դուրս եկան Երևանի փողոցներ հիշելու հայոց ցեղասպանության զոհերին 1965 թվականին։ Դա ազգային ինքնագիտակցության այնպիսի վերելք էր, որ նույնիսկ խորհրդային միությունը չկարողացավ արգելել։ Հիշատակի պահանջը բողոքի վերածելու համար նրանք համաձայնեցին կառուցել այս հուշահամալիրը եւ իհարկե մեծ դերակատարություն ուներ դրանում նաեւ սովետական Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, որ խիզախություն ունեցավ դիմելու սովետական միության իշխանություններին եւ բացատրելու, որ ավելի լավ է կառուցենք այս հուշահամալիրը։ Մեր լուսահոգի գործընկեր Արմեն Դուլյանը այս մասին պատմում է Ռուզան Խաչատրյանի հուշահամալիրին նվիրված ֆիլմում։ Արմեն Դուլյանը պատմում է, որ առաջին անգամ ցեղասպանության մասին լսել է դպրոցում, երբ պատուհանից լսել են ինչ-որ ամբողջի ձայն, մարդիկ գոռում էին հողեր, 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 եւ հետո նրան արդեն պատմել են, թե ինչ հողեր են պահանջում եւ ինչի մասին էր այդ բողոքի ակցիան։ Սա ինչ-որ խորհրդանշական բան էր, այդ պատուհանից նայելը, այդ ամեն ինչը, որովհետեւ ինչքան էլ դու ուզես պատմությունը թաքցնես, խեղաթուրես պատմությունը, ինչքան էլ ուզում ես պատմությունից փախչես, միևնույն է այդ պատմությունը, ինչպես ժողովուրդն է ասում, կգա, կչոքի քո դռանը, տվյալ դեպքում կգա, կչոքի քո պատուհանին։ Հայաստանի իշխանություններն այսօր ոչ միայն փակում են Ղարաբաղյան շարժման էջը, այլ նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրման էջը։ Ուրեմն մենք ունենք շատ ավելի կարևոր մի նպատակ, որ մենք վերջին տասնամյակներին մոռացել ենք մեր գլխավոր նպատակը, որն է հադուցում ստանալ Թուրքիայից եւ ստանալ մեր գորստիալ հողերը Արևմտյան Հայաստանը, դա լինում է դատական process-ով միջազգային դատարան եւ միջազգային դատարան դժբախտաբար միայն պետությունները կարող են դիմել եւ ոչ թե համայնքները կամ անհատները։ Մեր պետությունը հիմա գյուղը ճիշտակարակն է անում, փորձում է լեզու գտնել, սիրաշահիլ, խաղաղության դաշնակիցը ստորագրել մեր ճշնամիների հետ։ Ուրեմն պետության վրա չեն կարող վստահել, բայց մենք կարող ենք օրինակ համար Ամերիկայում, ամերիկյան դատարաններում դատապարտել եւ պահանջել Թուրքիայից հադուցում եւ եթե դատարանը ինեբաս մեզի հայցի դրական որոշում դա ամերիկյան կառավարությունը ունի շատ թե պատրաստվում եք։ Այս մասին վերջերս ես խոսում եմ դարբեր կարևոր գազམ་ակությունների ղեկավարներին հետ, որովհետեւ սկսենք այդ process-ը, մենք շատ ուշ մնացել ենք, ուրեմն երկու բան պետք ունենք այդ համար, մենք պետք է այդ գաղափարը մենք չմոռանանք եւ մենք աշխի առաջ ունենանք այդ գաղափարը, գազམ་ակերպվենք բոլորս միասին, որովհետեւ էսի մի գործ է որ նորից այս կողմը չկա, մյուս կողմը, այս կուսակցություն չկա, բոլորս միասին պետք է անենք։ Պետք է լուրջ մարզասել է մեկ երկրորդ եւ վերջին քայլը պետք է մենք վարձենք միջազգային օրենքի մեծ մասնակիցներ եւ ունենք նման փորձի օրինակ դա հրեական համայնքն է որ բազմաթիվ հայցեր ներկայացրել են դատարան եւ մեկ մասը շահել են եւ այդ մարտիկը ես մեկ մասը հրեա մասնակիցներից ծանոթ եմ եւ իրենք պատրաստ են մեզ այդ գործակցելու
Ուրեմն այդպես չէ որ չկա մասնակետ միան գամք պետք է մենք պետք է որոշենք ծրագրենք որ այդ բանը անելու ենք Ադրբեջանը սպառնում է դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ եւ եթե Բաքվի հայցերը ծիծաղելի են նույնիսկ մեր այս абսուրդային ժամանակներում, ապա ցեղասպանությունից հրաշքով փրկվածների ժառանգների հայցերը կունենան եւ իրավական եւ բարոյական հիմքեր։ Եվ միայն Փաշինյանի պես քաղաքական գործիչը կարող է սա չհասկանալ եւ չօգտագործել իր բանակցություններում Բաքվի եւ Անկարայի հետ։ Հաճախ եմ լսում իմ արտասահմանցի ընկերներից զարմանքը, որ հայերը կարողացել են փլուզել խորհրդային միությունը Ղարաբաղյան շարժումով, հայերը կարողացել են առաջինը խորհրդային միությունում դուրս գալ նման հսկայական մարդաշատ բողոքի ակցիայի ցեղասպանության ճանաչման պահանջով, իսկ այսօր հայերը Աստորեն զիջում են սեփական իշխանություններին, որոնք անհետ հայտարարություններ են անում, կատարելով Բաքվի եւ Անկարայի պահանջները։ Ընդ որում սահմանադրության փոփոխության պահանջը, որն այսօր ամեն օր գրեթե հնչում է Բաքվից, նաեւ Անկարայի պահանջն է։ Անկարան պարզապես այս մասին հրապարակավ գոնե չի խոսում։ Սահմանադրությունում կա հղում հռչակագրին, ասում են Բաքվում, որտեղ խոսվում է Արցախի մասին, այո, բայց այդ հռչակագրում կա նաև դրույթ, որտեղ խոսվում է հայոց ցեղասպանության մասին։ Մեջբերում անկախության հռչակագրից Հայաստանի Հանրապետությունը աջակցում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում 1915 թվականին։ Մեջբերման ավարտ։ Հայաստանի վարչապետը քննարկման առարկա է դարձնում ցեղասպանության պատճառները։ Անկարան է միշտ ասում, գուցե հենց հայերն են մեղավոր, որ տեղի է ունեցել, այնինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս հարցին իդեպ շատ լավ պատասխանում է պրոֆեսոր Անդրեյ Զուբովը։ И вот здесь произошло то, что и есть преступление. Потому что такие националистические, я бы сказал, измены, преступления, коллаборационизм с врагом были в высшей степени характерны для Первой мировой войны. Եվ հենց այստեղ է որ տեղի ունեցավ այն, ինչը կարելի է անվանել հանցագործություն, որովհետև նման ազգայնական դավաճանություններ թշնամու հետ համագործակցության ձևով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բավականին տարածված էր։ Չմոռանանք, որ սլավոնների, չեխերի, սլովենների, սլովակների մեծ մասը անցնում էին ռուսների կողմը, եւ այդ պատճառով ավստրո-հունգարական բանակը շատ էր տուժում։ Ամբողջ գնդեր էին անցնում ռուսների կողմը, սակայն նույնիսկ ամենասարսափելի երազում կայսր Ֆրանց Իոսիֆը չէր կարող պատկերացնել Պրահայի կամ Բրնոյի սլավոնական բնակչության արտաքսումը կամ ոչնչացումը։ Նա հասկանում էր, որ անհատների կամ նույնիսկ ամբողջական խմբերի հանցագործությունները չեն նշանակում ողջ ժողովրդի հանցագործություն։ Դաժանորեն պատժում էին դավաճաններին, բայց երբեք մարդկանց չէին պատժում ազգային պատկանելության համար։ Սա չկար նաև Ռուսաստանում։ Օրինակ, երբ Աջարիայում ապստամբություն սկսվեց եւ մահմեդական բնակչությունը աջակցեց թուրքական բանակին, այո, պատժում էին համագործակցողներին, բայց նույնիսկ նրանց մտքով չէր անցնում ոչնչացնել Բաթումիի օկրուգի ողջ մահմեդական բնակչությանը։ Այսինքն մենք գործ ունենք ազգային անպատժելիության մակարդակի հետ։ Պանթուրքիզմի, թուրանական ազգայնականության, պարտությունների դառնության եւ իրական պարտիզանական պայքարի պայմաններում փաշաները փետրվարի վերջին ընդունեցին սարսափելի որոշում հայերի ամբողջական տեղահանման եւ բանակում եղած հայ զինվորների դուրսբերման ու բնաջնջման վերաբերյալ։ Փաստաթղթերում թղթային մակարդակով այդ որոշումն ընդունվեց առանց ծայրահեղ արտահայտությունների, բայց բանավոր ձևով երիտթուրքերն իրենց նահանգապետերին ասում էին, որ հնարավոր է բնաջնջել 5 տարեկանից բարձր բոլոր հայ տղամարդկանց։ Տեղում սակայն սպանում էին անգամ մանուկներին, չնայած որոշ երեխաների տանում էին թուրքական ընտանիքներ եւ թուրքացնում։ Կանանց ու երեխաներին ուղարկում էին Սիրիայի անապատներ, անխուսափելի մահվան, եւ բնականաբար այդ ամենն ուղեկցվում էր դաժան բռնություններով։ Դա իսկական սարսափ էր։ Հայաստանի իշխանությունները այսօր երազում են բարեկամություն անել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հենց այդ պատճառով դրանք Ադրբեջանին փաստացի նվիրեցին Արցախը, ընդ որում հայաթափված Արցախը, ինչի մասին Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ երազել չէին կարող ընդամենը մի քանի տարի առաջ։ Եվ այն ժամանակ
թիմագիցները Փաշինյանի ասում էին, թե մենք չենք կարող պահել Արցախը, մենք պետք է հրաժարվենք Արցախից, որպեսզի Հայաստանը անվտանգ ապրի, որպեսզի Հայաստանը պատերազմ չտեսնի։ Պարզվեց, որ Ղարաբաղն էր մեր երաշխիքը, անվտանգության երաշխիքը։ Ղարաբաղն էր, որ թշնամուն հեռու էր պահում Հայաստանից։ Ղարաբաղն էր, որ իսկապես վահան էր Հայաստանի համար, անվտանգության վահան, եւ այսօր նույնն է կատարվում նաեւ ցեղասպանության հետ։ Ընդ որում Հայաստանի իշխանություններն այս անիմաստ եւ տգետ քաղաքականությունը որդեգրել են այսօր, երբ աշխարհում ամեն ինչ փոխվում է եւ աշխարհում վտանգները գնալով միայն աճում են, երբ աշխարհում պարզապես մի աբսուրդային իրավիճակ է ստեղծվել։ Եվ Հայաստանի իշխանությունները Փաշինյանը հայոց ցեղասպանության արդեն ճանաչված փաստը, գերտերությունների կողմից ճանաչված փաստը որպես վահան օգտագործելու փոխարեն նա փորձում է նաև դա մոռացության տա։ Եկեք մի պահ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Մենք չգիտենք ինչ հայտարարություն է անելու ցեղասպանության կապակցությամբ Հայաստանի ղեկավարը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարը օտար է մեր ժողովրդի համար։ Հայաստանի ղեկավարը օտար է բոլորիս համար։ Եվ մենք երբեք այսքան անվստահ չենք եղել։ Տարիներ առաջ ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ մի հրեա աղջկա հանդիպեցի։ Երիտասարդ կնոջը հարցրեցի, արդյոք նա եկել է բողոքի այս ակցիային, որտեղ ցավն է ապրել, ինչպես հայերն են ապրում որպես հրեա, ասաց ոչ։ Ձեր ցավն ավելի մեծ է ու դաժան, որովհետև նրանք, ովքեր հոլոկոստն են իրագործել, մեզանից ներողություն են խնդրել, ձեզանից ոչ։